Անացայն, լավագույն և հարասան։ Բարև ձեզ հարգելի ունգընթիրները վագընթիրներ, վանացայնի եթերով և թիմադեդերի էչով ձեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Եվրոպական խորհրդարանին մեջ Եվրոպական միություն Հայաստան խորհրդարանական գործակցության կոմիտեի նիստին ընթացքին խոսք արավ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր եւ հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արտուր Խաչատրյան, որ խոսեցավ Հայաստանի իրավիճակին մասին։ Խաչատրյան հատկապես անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմէ Հայաստանի անկախության հռչակագիրը եւ հանրակրվեն նսեմացնելու փորձերուն։ Խաչատրյան խորհրդարանին մեջ պաստերով եւ կարդեսներով ցույց տվավ, որ Թրամփի ուղին այս վիճակով չի կրնար Հայաստանի շրջափակումը ջեղկել եւ Հայաստան պետք է երկաթուղային կապ ունենա։ Այսինքն պետք է կործե Իջևան Ղազախ ջամփան եւ պետք է բացվի Հայաստան-Թուրքիա կապը։ Խաղաղության մասին խոսելով Խաչատրյան ասավ, որ կարելի չէ խաղաղություն ունենալ, երբ բռնակրավող զորքերը Հայաստանի տարածքին մեջ են։ Լավագույն բարակային պիտի ունենանք զինաթաթար, իսկ զինաթաթարը իսկական խաղաղություն դարձնելու համար պետք է չանքեր կործատրվին, ստիպենք Ադրբեջանը վերջ տալու իր հարձակողական քաղաքականության եւ պաշտպանենք Հայաստանի շահերը։ Խաչատրյան Եվրոպական խորհրդարանին մեջ անդրադարձավ նաեւ արցախցիներով վերադարձի իրավունքին։ Եվրոպական խորհրդարանը ունի բազմաթիվ բանաձևեր, որոնք կպահանջեն իրականացնել վերադարձի իրավունքը։ Իսկ այսօր Փաշինյան կփորձի արգելել մարդոց վերադառնալ իրենց հայրենիքը եւ ցավոք մենք այս բոլորին քաղաքական արձագանքը կտեսնենք նաեւ Եվրոպական խորհրդարանին մեջ։ Գփոխվի Նիկոլ Փաշինյանը, գփոխվի թե եվրոպական քաղաքականությունը, թե ամերիկյանը եւ որևէ երրորդ երկիրը չեն կրնար ակնկալել Հայաստանի իշխանություններեն ավելի հայանպաստ լալ, ընդգծեց Խաչատրյան։ Միացյալ Նահանգներու հետախուզական ծառայությունը իր դարեկան զեկույցի մեջ արձագանքեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագիրի գնքումի ջամփուն վրա դակավին կան արգելքներ, ուղղակի մեջ բերելով սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը։ Նախագահ Ալիև կշարունակի բնթել, որ Հայաստան պետք է իր սահմանադրությունը փոխե, հերացնելով հղումը, որ Ալիևի համաձայն կենթադրե թե Լեռնային Ղարաբաղ Հայաստանի մաս կգազմե։ Այս կպահանջե Հայաստանի մեջ սահմանադրական հանրակրվեմը, որոնց համաձայնությունը չէ երաշխավորված, նշված է զեկույցին մեջ։ Ազգային ժողովի ինտիմատիր Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան կնշե, որ Հայաստանի իշխանությունը սահմանադրության փոփոխության նախաձեռնած է Իլհամ Ալիևի պահանջով։ Սևով ջերմակի վրա գրված է մեկնաբանություններու դեղ չկա։ Պաստորեն ամբողջ աշխարհը ճշտած է, որ Ալիևի պահանջով միայն Փաշինյան հուսահատ չանքեր կգործադրե ժողովրդին համոզելու, որ ոչ ամբողջությամբ բադահականություն է, որ մենք սահմանադրության փոփոխության եւ ոչ թե բարեփոխումներու մասին սկսանք խոսիլ Ալիևի պահանջեն ետք։ Հագարականոր, որ Նիկոլ Փաշինյան անկախության հռչակագիրը հակամարտություն առաջացնող կնկատե, սակայն անգբնթե, որ արտաքին թերատրանքով չէ, որ իր նախաձեռնությամբ նոր սահմանադրության բնակիր մշակված է։ Անկախության հռչակագիրին եւ սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է։ Այդ անհրաժեշտ է մեզի, ոչ թե ուրիշներուն։ Մեզի աշխարհի մեջ ճիշտ դիրքավորելու համար։ Մենք այդ մեկը արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկած, չենք քննարկեր եւ պիտի չքննարկենք, ասաց է Փաշինյան։ Վարչապետ Փաշինյան երեկ հայտնեց, որ նոր սահմանադրություն ունենալը ռազմավարական հարց է, ավելցնելով, որ անոր իրավաբանական աշխատանքը ավարտած է։ Իշխող ուժը գշեշտ է, որ ընդրություններուն հաղթել է ետք պիտի նախաձեռնե սահմանադրության հանրակրվեի, իսկ եթե մեծամասնություն չապահով է, մեծ դժվարություններ պիտի ունենա նոր սահմանադրության նախագիծը հանրակրվեի տնելու։
Փաշինյանի համաձայն Հայաստանի նոր սահմանադրությունը դարաշրջանի խաղաղությունը պիտի դարձնի անշրջելի։ Արցախի թեման փակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններուն անդրադառնալով Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյան հայտնեց, որ վերջին շրջանին արձանագրվեցան դեպքեր, որոնք դարիներ առաջ անհավանական գտնվեին։ Իսկանդարյանի համաձայն ընտրություններուն նախորդող փուլին իշխանությունները կփորձեին հանրությունը բահել աբադեղեկատվության ասացության տակ։ Ցավոք այսօր մեր հայրենիքի մեջ մենք ստիպված ենք խոսել նման բադահարներու մասին։ Փաշինյան վերջերս ուղղակիորեն գսե, թե անոնք, որոնք կխոսին Արցախի մասին, անոնք բادرազմ կհրահրեն։ Այդպես չէ։ Նախընտրական շրջանին իհարկե պիտի փորձեն ժողովուրդը վախցնել, որ ինտիմությունը եթե գարենա հերացնել Նիկոլ Փաշինյանը, ապա Հայաստանի մեջ խաղաղություն պիտի չլա։ Մենք կտեսնենք, որ Նիկոլ Փաշինյան ուղղակիորեն կսպասարկի Թուրքիո եւ Ադրբեջանի շահերուն։ Այս մեկը բոլորին համար երևելի է, նշեց Իսկանդարյան։ Աննայև հայտնեց, որ Հայաստանի վարչապետին այն տեսակետը, որ Ղարաբաղյան հակամարտության շարունակությունը կրնա բادرազմ պատճառել, գխեղաթյուրե ճշմարտությունը։ Ես ուղղակիորեն գուզեմ հիշեցնել Ադրբեջանի կատարածը։ 30 տարի շարունակ անոնք փորձեցին եւ կարողացան իրավունքի հարցը միջազգային հարթակներով վրա բահել։ Երբ Հայաստանի մեջ դեղի ունեցավ իշխանապողություն եւ եկավ մարտը, որ սպասարկեց թշնամիի շահերը, ամենեն հարմար բահուն Ադրբեջան բادرազմը սկսավ, ըսավ Իսկանդարյան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, որ գրեթե ամեն օր հաստատված խաղաղության մասին խոսի, երեք զգուշացուց, որ խորհրդարանական ընտրություններուն ինտիմության հաղթանակի բարակային դեղի պիտի ունենա բادرազմ։ Բոլոր ուժերը հանդես կուքան խաղաղության վերակնության դիրքերը, ինչ որ կնշանակե անխուսափելի բادرազմ, ընդ որում ընտրություններն շատ չանցած առավելակույնը աշնան, հայտարարեց Փաշինյան։ Նշենք, որ Փաշինյան հայտարարությունը կատարեց Հայաստան խմբակցության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետության տեխնազու առաջադրվել է ետք։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան հանրության առաջարկեց Փաշինյանի սպառնալիքները լսելու փոխարեն հիշել քաղաքացիական պայմանագիրի իշխանության դարիներուն արձանագրված մարդկային եւ դարածքային գորուստները։ Ալիև նույնիսկ այնքան չէ սպառնացած հայ ժողովրդին, որքան Նիկոլ Փաշինյանը, ըսավ Գրիգորյան, ավելցնելով այդ ինչ համաձայնություններ ունի Ալիևի հետ, որ հստակորեն կբնթե նույնիսկ ամիս կնշե, թե երբ բادرազմ պիտի լա։ Այսինքն Ալիևի հետ բանակցած է, որ եթե չընտրվի, պետք է բادرազմը սկսի մեր ժողովրդի դեմ։ Դուք կպատկերացնեք սկացումները այն ծնողներուն, որոնք այսօր բանակի մեջ ծառայող զավակ ունին։ Այսինքն կարելի է ժողովուրդը շանտաժի ենթարկելու քնով վերարտադրվելու փորձեր կատարել։ Ինտիմատիրներով այսպես կոչված բادرազմական արտահայտություններեն Փաշինյան շատ օրինակներ չուներ։ Անխոստացավ հետակային այդ նյութով ուղիղ եթեր ելնել, բայց աննշեց, որ նման օրինակներ համացանցի վրա արդեն տեսած է։ 3 համացանցի վրա տեսա նկարներ, ուժեղ խաղաղություն, կամ նախորդ օրը տեսա վերնակիրներ, ներեմեզի Արցախ, մենք չենք գիտեր ինչ կնենք։ Գահասկնակ այս բոլորը խաղաղությունը վերակնության ենթարկելու մասին է։ Խաղաղությունը վերակնության ենթարկելու փորձը բادرազմն է, բնտեց Փաշինյան։ Փաշինյան ինտիմատիր ուժերու անուններ չդվավ, բայց ագնարգություններ կարելի էր հասկանալ, որ խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար Սամուել Ղարաբեդյանի եւ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերուն մասին է։ Ինտիմատիր տաշտին մեջ ես չեմ տեսնել որևէ քաղաքական ուժ, որ վրեժ խնդրական հայտարարություններ կգադարե։ Անոնք խոսին Արցախի վերստին ազատագրումի մասին, որոշ արժեքներու պաշտպանության եւ մեր քերիներու վերադարձի մասին։ Այո, քերիներու վերադարձը բادرազմ չի նշանակեր։ Մեր եկեղեցիներու պաշտպանությունը բادرազմ չի նշանակեր։ Այդ ինքն էր, երբ Արցախը Հայաստան է եւ վերջ կարգախոսով հանդես եկավ, այդ ժամանակ ինքը բادرազմ սատրեց։ Հիմա Հայաստանի մեջ չկա որևէ ուժ, որ պիտի ըլլա Նիկոլ Փաշինյան երկու, եւ կա ամեն ինչ սկիզբեն սկսի, հայտնեց պատգամավոր Աննա Գրիգորյան։
Սամուել Ղարաբեդյանի խմբագից Կոհար Մելոյան դիտել տվավ, որ ընտիմատիրները բادرազմ հրահրելու համար Մեղատրող Փաշինյանը վերընտրվելու մեկ միջոց ունի, մարտոց բادرազմով սպառնալ եւ այժմ ճիշտ այդ մեկը կգադարե։ Մենք ոչ միայն չենք ասած, որ պիտի կանք եւ չնչենք մեր հայտարարած ենք, որ մենք պիտի չսկսենք զերոյեն, ինչպես որ իրենք կատարեցին, որովհետեւ մենք տեսանք այդ մեկնարկումին լուրջ հետևանքները։ Մենք պիտի կանք հասկանանք ինչ ունենք հողի վրա եւ բնականաբար շարունակենք, եթե ըլան նման դրական համացանություններ, պիտի փորձենք երաշխավորել հայկական շահերու համացան, ըստ Մելոյան, ավելցնելով, եթե իրենք մնան, այդ ժամանակ է որ բادرազմ պիտի ըլլա, որովհետեւ իրենք միագողմանի զիջումնային դրամապանության մեջ են եւ գրնան մեր ինքնութենեն եւս զիջիլ, հաստատեց Մելոյան։ Արցախի նախկին պետնախարար Բաքուի մեջ փանդարգված Ռուբեն Վարդանյանի դիգինը Վերոնիկա Զոնաբենդ նամակով թիմած է միջազգային Գարմիր խաչի կոմիտեի նախագահ Միրիենա Սպոլոյևիչ Էգերին խնդրելով հստակացնել Ադրբեջանի մեջ հայ կերիներու իրավական կարգավիճակը։ Զոնաբենդ շեշտած է, որ անօրեն գերբով փանդարգված անձերու ընտանիքներուն համար շատ կարևոր է գիտնալ, թե Ադրբեջանի մեջ Կարմիր խաչի ներկայացուցիչներու այցելություններուն ընթացքին իրավական ինչ կարգավիճակ ունեցած են իրենց հարազատները։ Բարձապանումի անհրաժեշտությունը ավելի հրադապ կդառնա Ադրբեջանի մեջ ակնհայտորեն թերի դատական գործերու լույսին տակ նկատի ունենալով հիմնական երաշխիքները զուրկ դատաբարությունները եւ փաստական եւ իրավական հիմքերը զուրկ մեղադրանքները հայտնեց ան եւ խնդրեց հստակացնել այն ճշգրիտ իրավական կարգավիճակը, որոնց հիման վրա Գարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակները այցելած են Ռուբեն Վարդանյանին եւ մնացյալ հայ փանդարգյալներուն։ Իբրև ռազմակերիներ, ապահովական նկատառումներով փանդարգյալներ, միջազգայնացածներ, թե ունեցած են որևէ այլ կարգավիճակներ։ Զոնաբենդի համաձայն այս հարցին հստակացումը ընտանիքներուն պետք է եղած վստահեցումը եւ պատկերացումը պիտի դա, թե փանդարգյալները ինչ կնկատվին միջազգային մարտահրավերական իրավունքի եւ միջազգային Գարմիր խաչի կոմիտեի մարտահրավերական այցելություններու չափանիշներու ծիրին մեջ։ Հայտնենք, որ Բաքուի մեջ փանդարգվող հայ կերիներուն հարազատները մտահոգ են անոնց առողջական վիճակով։ Վերջին անգամ հայ կերիներուն վերջին անգախ հասանելիություն ունեցած են Գարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, սակայն միջազգային Գարմիր խաչի կոմիտեին կորզունեությունը անցյալ տարվան 3 սեպտեմբերին ի վեր արգելված է Ադրբեջանի մեջ։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնի եթերով էպտիմադետերի էջով CZD-ին ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը CZD-ին ցայնի աղորդավար Անտոնին եւ Ներսեսը մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։